Բարերեկո հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսուպոլոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման ուղղված կառավարության քայլերի շուրջ։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը, վերահաստատելով ԵԽԽՎ-ի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը եւ աջակցությունը։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը եւ ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու պատրաստ է ստորագրել այն։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպոլոսի հետ։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ-ի նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները հանդիպան ընթացքում քննարկել են Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հարատև կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերի վերաբերյալ։ Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացումը։ Անհուսալի վարկ ունեցող 2968 անձ ևս փետրվար-մարտ ամիսների համար կստանա վճար, բացի այդ հաստատվել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման 2025-28 թվականների ռազմավարությունը, որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում։ Անուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման ապրիլ եւ մայիս ամիսների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքում վերաբաշխում կկատարվի։ Առաջարկվում է երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 միլիոն դրամ։ Միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 եւ ավել տարի դասակարգված է անհուսալի դասով եւ միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը կամ պարտավորությունները չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից հաշարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ։ Այս պահին 9630 դիմումից բավարարվել են 3594-ը։ Փետրվար-մարտ ամիսների համար վճար կստանա ծրագրի 2968 շահառու։ Մարդը ով անհուսալի վարկ ունի 3 տարի եւ լսում ա որ այդեն ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Հիմա բայց դիմել են ընդամենը 3500, այսինքն 40000 մարդ, որ պետք է օր առաջ դիմի, նույնիսկ ամիս առաջ չի դիմել։ Դիմաց շահառուներից 680-ը առաջին անգամ են մտել աշխատաշուկա, այսինքն դրանք նախորդող ամիս չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն, սա 22%-ն է մեր թվային ցուցանիշների մեջ, հետեւաբար կարծում եմ լավ ցուցանիշ ունենք։ Շատ լավ նորություն է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ պետք է խնդրել բանկերին, որ ավելի ինտենսիվ կապ կազմակերպեն շահառուների հետ, քանի որ ծրագիրն ունի dual effect, այն է, բանկերն էլ դրանից եկամուտ են ստանում։ Կասկած ունեմ, որ այդ շլյուզը դեռ լավ չի աշխատում, որովհետև ըստ էության բանկերը պիտի հիմա զանգեն իրենց պրոբլեմատիկ հաճախորդներին, ասեն համեցեք ստանդարտ ձևեր սահմանեն, արագ այդ գործարքները նորացնեն։ Նախագիծն ընդունվեց, Տաթևիկ Ստեփանյանն այս անգամ էլ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-ից 28 թվականների ռազմավարությունը եւ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է 6 հիմնական գերակայություն, որոնցից նոր է 6-րդը։ Այս գերակայության ներքո այս էտապում բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային եւ սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը, հետազոտությունների իրականացման բնականաբար այս փուլում եւ գենդեր արձագանքող մոտեցումների ներդրման շրջանակի փորձարկմանը։
Վարչապետն արձագանքեց, քանի որ այսօր եւ բավականին երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, կարեւոր է, որ նրանց ներուժը լիարժեք օգտագործվի։ Որպես օրինակ Փաշինյանը նշեց ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության թիվը, արձանագրելով, որ այդ ոլորտում Հայաստանի Հանրապետությունը աշխարհի առաջատարներից մեկն է, եթե ոչ առաջատարը կանանց ներգրավվածության առումով։ Վարչապետի համոզմամբ մեր հանրության շրջանում կա անկալում, թե քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է։ Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Փաշինյանի խոսքով այս համատեքստում քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն կա, այն է ինչպես անել, որ տղաներին մոտեցնեն գիտելիքին, կրթությանը։ Վարչապետի կարծիքով հանրությունը կենտրոնացած է կանանց հետ կապված գենդերային խտրականության խնդիրների վրա, բայց ըստ նրա տղաների նկատմամբ եւս կան բռնության դրսևորումներ։ Փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Տանը հյուրեր են հավաքում, ասենք, բանա, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփվում են, մեկի արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Այն որ մանկասակ երեխային հայհոյանք են սովորացնում, հարգելի գործընկերներ, դա բռնություն է, դա կարծրատիպերի որոշակի պարտադրանք է։ Պետք է կներեք սև շոր հագնես, ծիծակ կոշիկ հագնես եւ այլն, որովհետեւ դրանից դուրս արդեն բանա, կասեն, ես ինչի ասենց։ Հաջորդ որոշմամբ էլ ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղություններից ուղևորներին կտեղափոխեն դեպի Երևանի Զվարթնոց եւ Գյումրու Շիրակ օդանավակայաններ։ Ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է ավիաընկերությանը ամեն նոր ուղղությունից փոխադրած եւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած 2 տարեկանից բարձր տարիք ունեցող ուղևորի համար հետեւյալ սահմանաչափով. Գյումրի Շիրակ օդանավականի համար 1 ուղևորի հաշվարկով 15000 դրամ եւ Երևանի Զվարթնոց օդանավականի համար 20000 դրամ։ Պարտադիր պայման է, որ շահառու ընկերությունը մեկ նոր ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնի դեպի Գյումրու օդանավակայան։ Ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է 2 տարի ժամկետով։ Վերջերս մենք երբ որ այցելեցինք Գյումրի օդանավակայան, տեսանք, որ այնտեղ նաև ենթակառուցվածքը բավականին լավ վիճակում է։ Նաև ուզում եմ արձանագրեմ, որ մեր պլանների մեջ է մտնում, որ այս տարի Հյուս Սարաֆի մի ճյուղը, մի շերտը միջև Գյումրի պլանավորում ենք, որ պատրաստ լինի, հույս ունեմ, որ կիրականացվի։ Վարչապետը հավելեց, Գյումրու գրավչությունը մեծանում է, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Տիգրան Օվակիմյան, Հորիզոն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Տապսոբան։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հնարավորությունները եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանանուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործակցության զարգացման հեռանկարներին, կողմերը մտքեր են փոխանակել նաեւ հանքարդյունաբերության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։ Անդրադարձ է եղել նաեւ դեպի ծով ելք չունեցող երկրների համագործակցության ձևաչափում երկկողմ փոխգործակցության ակտիվացման կարևորությանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Երևանի Հանրապետության հրապարակից քիչ հետո կմեկնարկի ավանդական դարձած ջահերով երթը, որն այս տարի իրականացվում է «Չենք ուրանալու ցեղասպանությունը» խորագրով։ Հիշեցնենք, որ 1999 թվականից ի վեր ՀՅԴ Հայաստանի երիտասարդական Նիկոլ Աղբալյան միությունը երթը կազմակերպում է ամեն տարի ապրիլի 23-ի երեկոյան։ Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից վառված ջահերով քայլելու են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ջահերով երթին մասնակցելու են նաև նախկին եւ ներկա քաղաքական գործիչներ։ Այսօր խորհրդարանում անցկացված ճեպազրույցներին մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, պատգամավորներին ուղղված հարցերի մի մասը վերաբերել է սահմանին իրավիճակը լարված պահելու Ադրբեջանի քաղաքականությանը եւ այդ պայմաններում Հայաստանի իշխանությունների գործողություններին։ Ինչ է կարծում Ադրբեջանը ինչու է շարունակ կայուն պահում այս իրավիճակը, այս լարվածությունը եւ երկրորդ մասով այս պայմաններում իշխանության գործողությունները։ Շնորհակալություն։ Այս պայմաններում իշխանության գործողությունները պիտի լինի հրաժարական։ Եթե ինչ-որ
գործիչներ արդեն 5 տարի շարունակ ասում են, որ խաղաղություն են բերում ու արդյունքը սա է, հրաժարականից զատ այլ գործողություն իմ կարծիքով չկա։ Կոնկրետ նոր առաջարկ միջնորդների առումով պետությունների կամ կազմակերպությունների ունեք։ Որպեսզի մեր քաղաքացիների համար եւ ձեր համար հարգելի լրագրողներ ընկալելի լինի, որ իմ հնչեցրած կարծիքը միջնորդական եւ երաշխավորական առաքելությունների մասին չունի որևէ աշխարհաքաղաքական ուղղվածություն, ես հենց այդ դրդապատճառով չեմ նշում երկիր կամ միջազգային կազմակերպություն։ Անհրաժեշտ է գտնել մի որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է երկու մինիմալ պահանջների։ Մեկ, ունակ է ներգրավվել, այստեղ խոսում ենք եւ ցանկության մասին, եւ պարտադրանք բառը լավ բառ չի միջազգային իրավունքի մեջ օգտագործելու համար, բայց որը կարող է իր հեղինակությամբ այնպես անել, որ երկու կողմերն էլ ընդունեն իր միջնորդական ծառայությունները, այսպես ձևակերպենք։ Եվ երկրորդ, որը այս կամ այն կերպ ներգործություն եւ ներկայություն ունի տարածաշրջանում։ Ում ասածը կարող է գնալ անդին կամ պարզապես հայտարարությունները։ Ցանկացած կողմ եւ ցանկացած միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է այս երկու մինիմալ պահանջներին, կարծում եմ, որ շատ ավելի լավ արդյունքի կբերի, քան այս պահին ընթացող բանակցությունները, բացառությամբ Թուրքիայի։ Ձեր կարծիքով ինչով է պայմանավորված Ադրբեջանի այս քաղաքականությունը, ինչ նպատակ են իրենք հետապնդում։ Ադրբեջանը վերջին 5 տարում սովորել է, որ սպառնալիքի լեզվով խոսելու դեպքում, որ ահաբեկչական, այդ թվում նաև տեղեկատվական ահաբեկչական արշավներ իրականացնելու պարագայում ինքը ստանում է ավելին, քան կարող էր պատկերացնել, որովհետև ինքը պարզապես պատերազմի սպառնալիքով անցած տարի Տավուշում ստացել է Տավուշյան առաջնագծի կազմաքանդում։ Հիմա եթե դա աշխատում է, եթե Նիկոլ Փաշինյանը իր թիմը վերցնում են դա մեր ժողովրդին վախեցնում են, սարսափեցնում են Ադրբեջանով եւ ասում են այլ ընտրանքը չկա, եթե սա չանենք, մեզ վրա հարձակվել են ու պիտի զիջենք։ Ինչու պիտի դա չօգտագործի Ադրբեջանը։ Դա է Ադրբեջանի պահանջները մեկը չեն, երկուսը չեն, դրանք չեն սահմանափակվել տարածքային որևէ պահանջով։ Միջանցքից սկսած Ադրբեջանի պահանջով տարածքային միջանցքից սկսած, մինչև ադրբեջանցիների բնակեցումը այստեղ իրենց բանակցային օրակարգի հերթական կետերն են։ Ինչպես կհակազդեք Հայկ Կունջյանի երեկվա տարածած հայտարարությանը, որ 18 թվականի հունիսի 4-ին Դաշնակցությունը ինքն է հաշտության պայմանագիր կնքել Թուրքիայի հետ։ Եվ դուք հիմա մեղադրում եք իրենց հաշտության ցանկության համար։ Մենք մեղադրում ենք իրենց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններում Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու մեջ։ Մենք դրան ենք մեղադրում որևէ մեկը, որևէ անհատ, որևէ քաղաքական ուժ adekvatների մասին եմ խոսում, Հայաստանում չի մեղադրում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցություն վարելու մեջ որևէ ուժի, երբեք չի եղել նման մեղադրանք։ Արդյոք Բաքուն ցանկանում է բանակցություններում որևէ զիջում պարտադրել հայկական կողմին։ Տեսնում եք նման միտում Բաքվի այս գործողություններում, եթե ոչ, ինչ է կարծում, ինչի համար են այս կրակոցները, ինչու չեն դադարում։ Շնորհակալություն։ Բնականաբար Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիա, մենք էլ բնականաբար ամեն անգամ փորձում ենք այդ նոր էսկալացիան թույլ չտալ։ Ու պիտի ասեմ, որ մենք հասկանում ենք, որ իրավիճակի լարումը կամ հնարավոր էսկալացիան կախված է ինչպես Բաքվի ցանկություններից, այնպես էլ նաև մեր այդ իրավիճակը կառավարելու ունակություններից, ու մենք այս սկզբունքով ենք առաջնորդվում, ու մենք միշտ պատրաստ ենք ու ամեն ինչ անում ենք այդ պատասխանատվությունը կրելու ու այնպես անելու, որպեսզի մեր հանրապետության վրա նոր պատերազմ հանկարծ չլինի։ Ասցիք Ադրբեջանը ձգտում է էսկալացիայի, ինչ նպատակով, այսինքն ինչի է ուզում հասնել այս փուլում։ Չեմ կարող ասել, այդ հարցը ճիշտ կլինի իրենց տակ, բայց պարբերաբար է, որ իդեպ էտել են չէ, ասում են այդ խաղաղության բանակցված փաստաթուղթը, որը որ համաձայնեցված է հիմա Հայաստանի համար, բան է ահավոր Հայաստանի համար նվաստացուցիչ, ստրկացուցիչ պայմանագիր է, բա հարց, բա Ադրբեջանը ինչի՞ չի ստորագրում։ Իրանք ասում են երկու բան. մեկ, Ադրբեջանը ուզում է, որ Հայաստանի համար լինի նենց, որ մաքսիմալ հնարավոր ամենավատը լինի Հայաստանի համար, երկրորդ, այդ թուղթը հնարավոր ամենավատ բանն է Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա տրամաբանական շղթայի երրորդ հարցն է ծագում։
Բայց այդ դեպքում Ադրբեջանը ինչու՞ չի միջև հիմա հայտնել, որ պատրաստ է ստորագրել այդ թուղթը հենց այս բային։ Մենք հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք այդ թուղթը ստորագրել։ Հենց այդտեղ է, որ տրամաբանական շղթան կտրվում է ինչպես եւ իրանց բոլոր մեղադրանքներում։ Գալիս է ինչ որ մի բան, որ տրամաբանական շղթան ուղղակի կտրվում է։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։ Հայաստանում է գտնվում միջուկային էներգիայի ամերիկացի փորձագետների խումբը, նրանք աշխատանքային հանդիպումներ են անցկացրել Երևանում ու Մեծամորում, թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, իսկ ովքեր են այդ խմբի կազմում։ Խոսքը ամերիկյան Westinghouse Electric կազմակերպության ընկերության պատվիրակության մասին է։ Ընկերությունը ամերիկյան առաջատարներից մեկն է միջուկային էներգիայի ոլորտում, բայց ինչն է հատկանշական, այդ պատվիրակության հայաստանյան այցի մասին Հայաստանի պաշտոնական ոչ մի աղբյուր ոչ մի տեղեկություն չի տարածել։ Եվ այցի մասին մենք իմացել ենք միայն Միացյալ Նահանգների դեսպանության կայքում տեղադրված ինֆորմացիայից։ Այդ տեղեկությունի մեջ ասվում է, որ դեսպան Քրիստինա Քուինը ընդունել է ամերիկյան այդ ընկերության պատվիրակներին եւ քննարկել է նրանց հետ Հայաստանի էներգետիկ ապագային նվիրված ապագայի վերաբերող հարցեր։ Եվ այդ հաղորդագրությունում ասվում է, որ մեջբերում եմ ամերիկյան ընկերությունները ունեն անհրաժեշտ փորձ եւ ինովացիոն տեխնոլոգիաներ Հայաստանի էներգետիկայի ապագան ապահովելու համար։ Թե կոնկրետ ում հետ են կառավարական կառույցներում հանդիպել ամերիկացի փորձագետները, ինչպես հասկանում ես, իմանալ չեմ կարող։ Ինչով է զբաղվում այդ ընկերությունը եւ ինչ ծրագրեր կարող է իրականացնել Հայաստանում։ Բաց աղբյուրներից ստացված ինֆորմացիայից կարող էի դատել, որ սպասարկել են Պենտագոնին, մասնավորապես Պենտագոնի պատվերով մշակել են, ստեղծել են միջուկային ռեակտորներ սուզանավերի եւ ավիակիրների համար։ Բայց վերջին շրջանում, վերջին 20-25 տարվա ընթացքում ամերիկյան այդ ընկերությունը սկսել է մասնագիտանալ Արևելյան Եվրոպայում խորհրդային միության կողմից կառուցված ատոմակայանների սպասարկման եւ դրանց համար միջուկային տեխնոլոգիաներ եւ վառելիք ապահովելու գործում։ Մասնավորապես սպասարկում է Բուլղարիայում, Չեխիայում եւ Ֆինլանդիայում խորհրդային միության կողմից կառուցված ատոմակայանները, դրանց համար միջուկային վառելիք է մատակարարում։ Եվ այն, որ այդ ընկերությունը այժմ Հայաստանում է ներկայացված, կարծում եմ կարող է վկայել այն մասին, որ բանակցություններ են տարվում
Մեծամորի ատոմակայանում ամերիկացիների մասնակցության մասին։ Այսինքն դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը ռուսաստանյան Ռոսատոմից կախվածությունը նվազեցնելու համար, կամ միգուցե ապահովագրում այն դեպքի համար, երբ ռուսական այդ ընկերության ծառայություններից օգտվելը այլևս հնարավոր չի լինի։ Բայց մեկ այլ հանգամանք ևս։ Հայտնի է, որ 23 թվականին ամերիկյան այդ ընկերությունը ներկայացրել է մոդուլային փոքր ռեակտորներ կառուցելու իր ծրագիրը եւ համապատասխան սերտիֆիկացիան պետք է անցկացնի տեղի ունենա արդեն 27 թվականին։ Սա հենց այն է, ինչ ամերիկյան կառավարությունը ժամանակին առաջարկել էր Հայաստանին։ Մեծամորում նոր էներգաբլոկ կառուցելու փոխարեն, որպեսզի Հայաստանը գնի Միացյալ Նահանգներից մոդուլային փոքր մի քանի տասնյակ ռեակտորներ։ Պարզվում է Westinghouse-ը հենց դրանով էլ զբաղվում է։ Այսինքն չի բացառվում, որ նաև այս հարցն է Երևանում քննարկվել։ Կամ միգուցե երկու հարցերն էլ միաժամանակ։ Այսինքն, եթե Հայաստանը չի ընդունում Ռոսատոմի առաջարկը նոր էներգաբլոկ կառուցելու, այլ ընդունում է ամերիկացիների տարբերակը մոդուլային էներգաբլոկների, կարող են խնդիրներ առաջանալ Ռոսատոմի կողմից գործող էներգաբլոկի սպասարկման վերաբերյալ, եւ այստեղ եւս ամերիկացիները ոնց հասկանում են պատրաստ են ինչ-որ բան մեզ առաջարկել, քանի որ ամերիկյան այդ ընկերությունը անում է եւ մեկը եւ մյուսը։ Արտեմ, կա արդյոք ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների կիրառման համար անհրաժեշտ իրավապայմանագրային բազա։ Այստեղ ոնց հասկանում եմ խնդիր կա, որովհետև դեռևս 1.5 տարի առաջ սկսվել էին բանակցությունները այն համաձայնագրի շուրջ, որը պետք է ապահովեր բոլոր անհրաժեշտ նախապայմանները, կա այդպիսի 1-2-3 պայմանական կոչվող համաձայնագիր, որի կնքման դեպքում միայն ամերիկյան կառավարությունը կարող է արտոնել, որ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները ատոմին վերաբերող տրամադրվեն այլ երկրին։ Բանակցությունները այս համաձայնագրի շուրջ վաղուց արդեն սկսվել են, շարունակվում են, սակայն որևէ տեղեկություն այն մասին, թե երբ կավարտվեն բանակցությունները եւ կստորագրվի համաձայնագիրը, չկա։ Անցած տարի Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել էր, որ այս հարցում գնդակը ամերիկացիների խաղադաշտում է։ Շնորհակալություն։ Ահաբեկչական խոշոր հարձակում Հնդկաստանում 26 մարդ է զոհվել, 17-ը վիրավորվել, երբ զինված անձին քրազենից կրակ են բացել Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում գտնված զբոսաշրջիկների վրա։ Հարձակումը տեղի ունեցել երեքշաբթի մահմեդականներով բնակեցված Փահալգամ տարածքում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։ Զինված հարձակման պատասխանատվությունը վերցրել է Քաշմիրի դիմադրություն զինված խմբավորումը սոցցանցերում տարածած հաղորդագրությամբ։ Կազմակերպությունը նշել է, որ այդ կերպ իր դժգոհությունն է հայտնել հազարավոր ներգաղթյալների բնակություն հաստատելու կապակցությամբ, որի հետևանքով փոխվել է ժողովրդագրական պատկերը։ Սա Հնդկաստանում խաղաղ բնակիչների վրա ամենամեծ հարձակումն էր 2008 թվականին Մումբայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ ավելի քան 160 մարդ էր զոհվել։ Վարչապետ Նարենդրա Մոդին ընդհատել է իր երկօրյա այցը Սաուդյան Արաբիա եւ չորեքշաբթի առավոտյան վերադարձել է Նյու Դելհի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը իր բոլոր դրսևորումներով։ Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են, գրված է վարչապետի X-ի էջում։ Վատիկանում շարունակում են հարգանքի տուրք մատուցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, ավելի քան 20,000 հավատացյալների աչքի առջև նրա մարմինը Վատիկանի նստավայրից տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար, հնչել են զանգերը, հավատացյալները ծափահարություններով են դիմավորել։ Սրբազան քահանայապետի աճյունը կմնա տաճարում մինչև շաբաթ օրը կայանալիք հուղարկավորության օրը։ Իդեպ Վատիկանն այսօր հրապարակել է Հռոմի Պապի վերջին խոսքերը, հասցեագրված բժշկական գծով իր օգնականին, որը նրան Կիրակի օրը Սուրբ Պետրոսի հրապարակ էր բերել։ Պապը նրան շնորհակալություն է հայտնել, որ հրապարակ է իր հետ բերել։ Հիշեցնենք, Ֆրանցիսկոս Պապը մահացել է երկուշաբթի օրը 88 տարեկան հասակում կաթվածից եւ կրկնակի թոքաբորբի դեմ պայքարից հետո։ Ուժգին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի ամենամեծ քաղաքում Ստամբուլում, որի էպիկենտրոնը եղել է Սիլվիրլի թաղամասում, Մարմարա ծովում։ Թուրքական Անադոլու գործակալության փոխանցման ցնցումները զգացվել են նաև հարակից նահանգներում։ Այս պահի դրությամբ տուժածների ու փլուզումների մասին հստակ տեղեկատվություն չկա։
Ակտիվ ցիկլոնի գործունեության պայմանավորված 3 հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ, Հարարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-ից 60%-ի չափ տեղումներ։ Այսօր ցերեկը եւ առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում եւ բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ դիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ Գարնանային առատ տեղումների պատճառով ակտիվացել է Շիրակի մարզի Առափի համայնքի Սողանցքային գոտին, գյուղի արևելյան հատվածում գտնվող տների պատերին ներսից ու դրսից նոր ճաքեր են առաջացել։ Մանրամասները Գյումրիի Շանթի մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում։ Շիրակի մարզի Սողանքային երևույթների ազդեցության գոտում գտնվող 3000 հեկտարից ավելի տարածքից ամենավտանգավորը Առափիի Սողանքային գոտին է։ Հողի տեղաշարժի պատճառով դեռ 14 տարի առաջ գյուղի 11 ընտանիքի փոխհատուցում է տրվել։ Այլ տեղում տուն ձեռք բերելու համար, բայց նրանցից ոչ բոլորն են հեռացել վտանգավոր քոտու տներից։ Իսկ Մարտիրոսյանների ընտանիքը այդ փոխհատուցումից չի էլ օգտվել։ Հենց իր տան տարածքում էլ 2017 թվականին ճապոնացիները տեղի մասնագետների հետ համատեղ հորատումներ են արել։ Մոտ 30 մետր խորության վրա հորատանցքեր բացել, ջրահեռացման համակարգ ու սողանքի շարժը չափող սարքեր տեղադրել։ Սա հարևաններն ստացել են իմը սինդ է, քուգը տրենաշ կենենք։ Հասկնաս կը, տրենաշ չերին, ծագին մտան իշխոր լջի մեծը ջուրն եկավ։ Մեծ ծագերը փակվել են, ջուրն էլ են նորից տանտագը։ Տան տակ գնացող գրունտային ջրերից պատերը ներսից ու դրսից խոնավ են, հողն էլ անընդհատ տեղաշարժ ունի։ Տան արտաքին պատերին նոր ճաքեր են առաջ եկել, հները ցեմենտով ու ավազով ամեն տարի է փակում։ Մեդոնք այդպես որ կրիշեն նստի սաղմելի, իա, արդեն գնի։ Պրոս դարզերը չեն է, որ դարզերը նոր էլիմ չապչով զարգեմ, արանք նստես կերևա։ Սողանքային երևույթների փաստացի ազդեցության տակ են 100-ից ավելի տներ։ Հողի սողքն էլ ավելի է ակտիվանում գարնանը։ Անձրևները շատ են, գրունտային ջրերն էլ դրենաժների հաճախակի խցանվելու պատճառով ջրահեռացումը լավ չի լինում։ Գյուղի ամեն տուն սողանքներն ուսումնասիրելու ռեալ օբյեկտ են համարվում։ Էմի ներգա մոմենտից նամշա հոդը տունն է, գիշերել որ մի ամդին քնին չէ, մեգի դսա շախկոց կելդի, ինքնոն ասատկա կուդա, կրիշը գշախ կրդա։ Դա կրնամի օրմել մեգից նորից ծլա երտա մեկ էլ տագը մնան։ Ես քնիմ կելին փարկուդամասուն որ ես լուսացրել եմ։ Այս սողանքը սպես ավիրել է մեր տունը։ Չենք կրնան արդվաներով դաժե վերևելնենք։ Դիա փալվել է, խնդրեմ, նստել է, դուրը կոդորվել է, մինեսից դուք կնկարահանեք կտեսնեք։ Պադուհանը չենք կրնապացել, դեկտեմբերի վերջ ենք։ Մեկ քիչ սիրուն ծրը որ ամոթ էր մեր 1000 տեսակի մարդ կերտար կոկար գմդներկերներ հարսս էլ է փագե նորից դիա փոգվել են այդ թղթերը փոգվե թապել են ալին են խպեպադին օր քամին ներս չգա բայց էլի հնարավոր չէ։ Բաղդասարյանների տուն ամեն տարի փրկարարներն են այցի գալիս, անզեն դիտարկումներ են անում, պատերի ճաքերին հսկիչ թղթեր կպցնում, որ դրանցով չափեն հողի տեղաշարժը։ Ուտան բազմաթիվ հատվածներում կա այսպիսի տարբեր թվականին թվանշված, օրինակ էս եղել է 16-11 2017 թվականին։ Դե այն հատվածում էլ նույնպես ունենք ամեն տարի եկե ուսումնասիրություններ ելեն, էլի։ Սողանքային գոտում դեռ 70-ականներից տներ են կառուցել առանց վիճակի ուսումնասիրության, առանց մասնագետների դիմելու։ Բացի չափիչ սարքեր ու դրենաժներ դնելուց կանխարգելման կարևոր միջոց է նաև այդ սահմաններում թեքությունների վրա ծառեր տնկելը։ Չարացի պատճառով սողանքային գոտու տները վթարայնության տարբեր աստիճաններ են ձեռք բերել։ Դրանցից 74-ը 3-ից 4-րդ կարգի վթարայնության է, բայց փլուզման վտանգի տակ է 10-ը։ Մի 3-4 հատ, որ անձամբ ես եմ ուսումնասիրել, գնացել, տեսել, որ հնարավոր չէ ուղղակի, էլի։ Փոխհատուցում այս պահին չի քննարկվի վերանորոգումը, որովհետև ինձ թվա թե նաև ռիսկային խումբը տարել է 4-րդ ռիսկային աշճանի, գիտեք, որովհետև չգիտեմ, էլի պիտի օգնենք, հնարավորության սահմաններում պիտի օգնենք, բայց ես արդեն կառավարության միջամտություն է պետք, տեղային մագարտակով չի թվում, որ կարողանանք։ Հրատապ խնդիրը կարգավորելու առաջարկով շատ է դիմել մարզի ղեկավարությանը, բայց հարցը ոչ մի անգամ չի քննարկվել, միայն սեղանի շուրջ ուսումնավարժանքներով միջոցառումների պլան կազմելով, որին նաև վարչական ղեկավարին են հրավիրում։ 70-ականներին կառուցված տներից բացի 1996 թվականից գյուղի դպրոցն է տեղակայված նույն սողանքային գոտում։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։
Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին գազամատակարարման պլանային դադարեցում է նախատեսվում Սևան քաղաքի որոշ հատվածներում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 25-ի ժամը 9:30-ից մինչև ժամը 15-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ձկնորսների փողոցի, Նաիրյան փողոցի թիվ 180, 178, 176 հասցեների գազասպառողների Ռաֆ եւ Էլ Ճանշին, Միկմակ Էներգոսերվիս, Տիգրան եւ Վահե ՍՊԸ-ների, Ապակե Մեկուսիչ ԲԲԲ-ի, սեփականատեր Հովանեսյան Արսենի, սեփականատեր Նիկողոսյան Գագիկի, սեփականատեր Ներսիսյան Իշխանի, սեփականատեր Ավետիսյան Սահակի, սեփականատեր Ղուկասյան Հայկի, սեփականատեր Մելիքյան Հովանեսի, Կարապետյան Գագիկ Աձեի, շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Յազ Արուբյանի անվան թիվ 2 դպրոցի, Արչինբանկ ՓԲ-ի Սևանի մասնաճյուղի, Սևանի Շաքարի գործարան ՓԲ-ի գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության տելեգրամի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկման առայժմ։